Հասմիկ սենդվիչ, ուտում ես հասմիկաբույր պետք է գա։ Siegen chips, աշխարհահռչակ fish and chips-ի հայկական ձկան տարբերակը։ Հոսոն լավ էլ համով բաներ է լինում սարքել իրանից։ Սևանցիներ ջան, ոնց եք։ Ձեռքով ուտեմ, ինչ ասեմ, անշնորհքի պես։ Զարմանալիորեն հետաքրքիր է։ Տեսեք, ինչ որ անհասկանալի բաներ են իմ մոտ հիմա կատարվում, էլի։ Ողջույն, եթերում կրկին թեստի հաղորդումն է եւ ձեզ հետ եմ ես, Լևոնը Մկրտչյան, մասնագիտությամբ խոհարար։ Այսօր շատ հետաքրքիր հաղորդում ենք ունենալու մանավանդ սևանցիների համար։ Ավանդույթները չխախտելով, ուզում եմ հիշենք ու միշտ հիշենք մեր գլխավոր հովանավորին։ Fnet Telecom։ Fnet Telecom-ը չմոռանանք, որ առաջարկում է միշտ անխափան ինտերնետ, խելացի դոմոֆոնային համակարգ, cloud-ային սերվերներով տեսախցիկներ, F-Time հավելվածը վերջի վերջո։ Ամեն ինչ տրամադրում է ժպիտ, օգտվեք Fnet Telecom-ից, մանավանդ, որ այսօր ասացի, չէ, սևանցիների համար հետաքրքիր հաղորդում է լինելու, իսկ Fnet-ը գործում է նաև ամբողջ Գեղարքունիքի մարզում։ Սևան քաղաքում էլ սևանցիներ ջան, այսօրվա հաղորդումը ձեզ շատ է հետաքրքրելու։ Գնացինք առաջ։ Այսօր պատվիրել եմ համեղությունները մի հատ շատ հետաքրքիր ձկից, մեր հայկական համով անվտանգ սիգից։ Իսկ որտեղից եմ պատվիրել Siegen chips-ից։ Իմ պատվերը պատվիրված է, տեղեկացրեցին, որ մոտենում է, սպասենք վերցնենք պատվերը եւ շարունակենք այսօրվա մեր գեղեցիկ համով ձկնային սևանցիքի սրտով հաղորդումը։ A few moments later. Դե ինչ, իմ պատվերը հասավ շատ ուշ, շեշտում եմ ինչի, ինչ-որ չէր լինում կապտվել, առաքիչին զանգում ենք, չի պատասխանում, բայց այնտեղ երկու անգամ ժամ էր փոխվել, նայել էի։ Ինչևից է, տեսնենք այսօրվա իմ պատվերը ինչ է եկել ինձ։ Պատվերի համար ընդհանուր վճարվել է 19440 դրամ։ Ստեպլերները անպակաս։ Գնացինք, ինչ ենք պատվիրել այսօր, Սիգի գաթա չիմիչուրի, Sig Twister, Հասմիկ սենդվիչ, Siegen chips, Sig burger, Սիգի գնդիկներ, տնական կարտոֆիլ, Siegen chips։ Դե ինչ, անցնենք առաջ։ Առաջարկում եմ սկսենք գաթա չիմիչուրիից։ Նախ ի սկզբանե կշեշտեմ, որ ես այդտեղ ուզել եմ ուտեսներ, որոնց համար ինձ հարկավոր են դանակ եւ պատարագաներ, որոնց հետ ոչ մի բան չի մատուցվել։ Այս Սիգի գնդիկներն է կարծում եմ։ Եկեք չէ լավ, այս չիմիչուրին թողնենք մի պահ, գնդիկներից սկսենք։ Տարտար սոուս է։ Մեջերը շատ չոր է։ Ձկան համը շատ քիչ է զգացվում, անկեղծ կասեմ էլի։ Իմջալոց Siegen chips-ում եղել եմ հաճախորդ, օգտվել եմ, այս հասմիկ սենդվիչն է։ Ուտում ես հասմիկաբույր պետք է գա։ Հասմիկը ծաղիկ է, չէ՞, ինչքանով գիտեմ։ Տեսեք, անդրոցիկը չունենք, լավ է ես ունեմ ստուդիայում, ես չգիտեմ ես ինչից է սենց, վաու չկա, հասմիկ սենդվիչ, տախ ինչի հասմիկ սենդվիչ, չէ համեղ է իրականում, չեմ թաքցնում, շատ լավն է, բայց չեմ կարող, ես ինչ է։ Վաու, Sig burger, ես միշտ նայում եմ կեչուպի որակին։ Սիգի կտորներ, տարտար սոուս, լոլիկ, հազարի տերև, տաք է ինչ-որ զարմանալիորեն։ Այսքան ուշացավ առաքումս, բայց զարմանալի տաք վիճակում է ինքը։ Թարմության համ է գալիս, հացնել է համով շատ։
Պատկերացումով այսքան ուշացնելուց իմ հարակում պետք է լիներ շատ սառը լխկած, փափկած վիճակում, բայց զարմանալիորեն հետաքրքիր է։ Համեղ էր բուրգերը, չեմ թաքցնի։ Գնի համեմատ 3200 դրամ։ Վատ չի։ Դե նայեք, մենք ունեցել ենք հաղորդում, որտեղ մեր բոլոր ուտեստները եղել են հավից։ Այստեղ սիգից է, բայց էլի չկա բաղադրիչները նշած։ Sig and chips, աշխարհահռչակ fish and chips-ի հայկական ձկան տարբերակը։ Էլի տարտար սոուս։ Ես շատ եմ սիրում տարտար սոուս։ Նայեք։ Հիմա որ ասեմ, կասեն Լյով ջան, լավ էլի, Լևոն ջան, Լյով ինձ կարող են իմ մտերի մկերները ասեն։ Ախր ես ուզում եմ հավատացնեմ ինձ, որ մոռացել է ուղակի առաքման բաժնի աշխատակիցը տնի, որովհետև անձեռոցիկ, այստեղ լավ մի քիչ առաջ են գնենք, էլի։ Այստեղ ուտեստ ունենք, տաք ուտեստ է, որի համար ռեալ պետքա դանակ պատարակախ։ Sig and chips ջան, եթե դու ունես առաքում, մտցրեք այն կուլտուրան մեր ռեստորանային սննդի կետային ֆորմատի մեջ, որ տվեք դանակ կամ պատարակախ կամ անձեռոցիկ, որտեվ առաքում կարող ես պատվել տարբեր տեղերում սնվելու համար։ Այգում, օֆիսում, աշխատանքի վայրում, ինչ-որ մի տեղ, բայց համեղա, թարմա, խրթխրթանա, լեզոնապատումը փափկած չի։ Չեմ փոշմանում այս մի պատվերի համար, բայց դե։ Так, այստեղ ունենք Sig Twister։ Համեղ մարինացված սոխ, բալանսավորված է։ Կիտրոնը բոլոր տեղերից անպակաս։ Սևանցիներ ջան, ոնց եք։ Ես էլ ուզում եմ հասկանամ, այս փաստորեն բարձում է մեր այս անտեսված զուկը։ Այո, մեծ մասը մեր համով սիգային անտեսել է։ Փաստորեն լավ էլ համով բաներ է լինում սարքել իրանից։ Լավն է, շատ թարմ է, համ չի գալիս, վատ։ Այստեղ ունենք Ես արդեն պարզավոր չեմ կարանալու ուտեմ։ Ձեռքով ուտեմ, ինչ ասեմ, անշնորհքի պես։ Փափկել է կարտոֆիլը, սոխերը, Sig and chips-ի գոլեգաներին ողջույն։ Տեսեք, ինչ-որ անհասկանալի բաներ է իմ մտ հիմա կատարվում, էլի։ Չեմ կարող պատկերացնեմ, այս ճիշտ է, այս օքեյ է, թե չէ։ Ինքը վերցրած է իր packaging-ի վրա էլ է, գրած local fresh, վերցրած է product, որը ամենա մատչելի մթերքներից է, բայց ես չգիտեմ այս ամեն ինչի պատասխանը ոնց ենք ստանում։ Ես ինչ է, Sig-ով կեսար, հա, խավիար, 1000-ի տերև։ Այսա դուր չեկավ։ Կա հետարքրություն։ Sig and chips շատ համով էր, գնդիկները միջին, բուրգերը շատ լավն էր, հասպիկ սենդվիչը հետարքիր սենդվիչ էր, այս շատ կուզեի փորձեի, շատ, բայց ափսոս չեմ կարող։ Շատ կուզեի փորձեի, գաթա չիմիչուրին, ինջերոս չիմիչուրի սոուսը եւս դասվում է իմ ամենասիրելի սոուսների շարքին, բայց ինչ անեմ։ Կոնցեպտը հասկանալի է, բրենդավորումը միջին, համայինը միջինից մի քիչ վերև։ Ուզում եմ հավատալ, որ մոռացել են զուտ, տանակ պատարակախ կամ նմանատիպ ինչ-որ իր դնել։ Անկեղծ ասում եմ, չես կարա դու տաք ուտեստ ասա համարվում, ուղարկես ու իրանից օգտվելու հնարավորություն չտաս հյուրին։ Դե ինչ ասեմ, չեմ ուզում առանձնացնեմ, որտեվ էլի եմ ասում, կոնցեպտը շատ հետաքրքիր է, բայց այս պահին իմ համար անկեղծ շատ անհասկանալի։ Ընդհանուր եկեք սեղանս հավաքեմ, նոր գնահատեմ։ Թե ինչ, սեղանս գրեթե իմ սրտով դասավորված է։ Հայտնեմ իմ վերջնական կարծիքը։ Բրենդավորում միջինացված, չեմ տալու գնահատական, այսօր բառերով եմ ասելու։ Հասմիկ սենդվիչ, միջինից բարձր համ։ Sig and chips, Sig-ից պատրաստված լեզոնապատ ֆիլե, կարտոֆիլի ֆրիով, միջինից բարձր։ Wrap, հա, ճիշտ եմ հիշում։ Wrap-ը միջինից բարձր։ Բուրգեր, շատ լավ։
շատ լավն էր, բարձր, առանց միջինի, բարձր իրոք։ Հաղթան անհասկանալի համ, չեմ կարողանում գնահատել։ Գնդիկները շատ չոր էին, կարտոֆիլը փափուկ էր, իսկ այս հետարքիր ուտեստը ուղղակի չկարողացա փորձել, չունենալով ինձ մոտ այսօր դանակ պատարագախ։ Ես կարծում եմ կդիմեմ իմ շատ սիրելի հովանավոր F-net-ին, որ ինձ ապահովի դանակ պատարագախով եւս, որովհետեւ այս իմ համար օքեյ չի։ Շատ լավ էի տրամադրված, ելի եմ լավ տրամադրված, տրամադրությունս չեմ փչացնում։ Սիգն չիփսին մաղթում եմ մեծ հաջողություններ, գոլեգաներիս ողջույն, Սիգում աշխատող։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Վստահեցնում եմ, որ բարձր տրամադրությամբ։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք, թե որ սննդի կետից կցանկանայիք, որ ես կատարեի իմ պատվերը։ Շնորհակալություն, ցտեսություն։